Վախերի մասն է խոսում, էլի, իր վախերի մասին։ Ես մարդ հրաշալի գիտի, որ իր այսպես կոչված վարկանիշը շրիշակից կամ պլինտուսից շատ ներքև է։ Հա, իդեպ մի քանի օր առաջ մի այսպիսի տեղեկատվական հոսքերում մեկ-մեկ բերում է էլի իր Facebook-յան էջից, ինչքան էր գրել 160 միլիոն Facebook-յան էջում, Instagram-ում իրեն դիտել են, որպես նվաճում։ Իսկ հայրանքները գրել էր։ Ես օրինակ մտածում, պատկերացնում ես այդ 160 միլիոնից, ասենք 80-ը ծնողներն են հիշել, 80-ը ընտանիքի անդամներին։ Հիշել են, հաստատ հիշել են։ Պատկերացնում 160 միլիոն անգամ հիշել են։ Այսինքն ինչ։ Հիմա գիտեք ինչ, այսինքն ինքը ներկայացնում է այս որպես շոու, ասենք ցույց է տալիս, բան խնձորաուտում է սանում, ծիծաղում ենք, ինչու եք ածիկով պարոն Ապետյան, ինչու է այդպիսի բան անում։ Հիշենք, որ մեկ ամիս առաջ էր ինքը այսպիսի մի բան ասեց, որ ինքը շատ լավ ժողովրդին ճանաչում է։ Այսինքն ինչ է, չէ, ինքը ինչ է ուզում ասել, ինքը ուզում է ասել, որ դուք հակահիգենիկ եք, ես ճանաչում եմ հայ ժողովրդին, ինքը հակահիգենիկ, փնթի։ Հա ինչ է ուզում ցույց տալ։ Չէ, որտեվ այդ մարդը, ասենք, չգիտեմ, անով գնում է կեղտոտ ձեռքերով, այդպես հակահիգենիկ այդ վիճակներով, գնում է ինչ-որ բան կա։ Չէ, ինքը ասում է ես ժողովրդին, այսինքն ժողովուրդը դա նորմալ կընկալի։ Ինքը ասում է ժողովրդին լավ եմ ճանաչում, լավ գիտեմ ու ճիշտ տենց ինձ պահում է։ Հիմա եթե այդ ամեն ինչ ինքը անել է հրապարակ, սա նշանակում է, որ իր ճանաչած ժողովուրդը այդպես հակահիգենիկ հա, այդպես է։ Իրան ընտրողները այդպիսին են, ինքը այդպես է մտածում։ Չէ, իրագործողությունները այդ են ցույց տալիս։ Հա, բայց ես կարծում եմ։ Գլուխը մտցնում է խնձորի մեջ, հիմա ինչ-որ ամբողջ թիմին ասը, վերցրեք այտենց չգիտեմ։ Հա, հետո ձմերուկ են բերում երևի ամենայն հավանականությամբ չի բացառում, բերել են, հիմա դա չեն նկա։ Չէ, ես ուզում եմ հասկանալ, թե այդ մարդը ասում է, որ ես ճանաչում եմ, չէ, ժողովրդին, հայ ժողովրդին։ Հիմա այն ինչ որ ինքը անում է, ինքը վստահ է, որ մեր ժողովրդին դուր է գալիս։ Այսինքն ինքը մտածում է, որ մենք հակահիգեն չգիտեմ, փնթի, տարական այդ բաներից զերծ, զուտ, այդպիսի ժողովրդում, բայց հետևաբար ինչ է անում ինքը։ Հա, այսինքն ինչա նման բառեր ես ասում։ Օրինակ, պատկերացրեք ցանկացած գլխարկ դնել, շոր հագնել, որը արտառոց է, ասենք սրտիկներ անել, անկապ, խնձոր ուտել, չգիտեմ, էլ ինչ է անում։ Չէ, պարզ է, որ այդ բախում է աշխատում նաև։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր տեղեկատվական օրակարգերից ինքը մարդկանց շեղում է։ Բնական է, բայց ինքը գնաց խայտարակ նոր տարածք հանձնել։ Հարձակվել է նորից հայ առաքելական եկեղեցու վրա, նոր ստորություններ։ Կա թեմա, Հայաստանը պիտի հանձնվի Ադրբեջան։ Այո։ Այդ թեման քայլ առ քայլ պիտի արվի։ Օրինակ ես հիմա քայլերից մեկ ասեմ, եւ այս թեմայով բավականին քիչ ուրեմն գնահատականներ, հրապարակումներ, ելույթներ, հարցազրույցներ, բայց թեման ես առավել քան համոզված ասեմ, տեղեկատվական հոսքերով առաջին թեման պիտի լիներ։ Բայց քանի որ ինքը շոու է սարքում ամեն ինչ, մարդիկ սկսում են շոուից խոսել, իհարկե հիշելով 160 միլիոն անգամ Իրան ու եւ իր մոտ կանգնած մարդկանց, որոնք այս աշխարհում են կամ այս աշխարհում չեն, բայց փոխարենը չեն գնահատում, չեն քննարկում, դա մարդկանց օրվա խոսակցությունների թիվ 1 թեման չի, օրինակ եմ բերում 229 դպրոց փակվում է։ Եվ որտեղի վստահ սահմանամերձ։ Անունը փակել չեն դնում։ Ֆինանսական հոսքերը 2021-ին ինչ որ որոշում են ընդունել, 21-26 թվականի իրենց ծրագրի մեջ, 23-ին իրավական ակտ են ընդունել, որը հիմա կյանքի են կոչում։ Որն է հետևյալը, ասենք, եթե դպրոցում 100 աշակերտից պակաս է, աշակերտների քանակը, այդ դպրոցը փակվում է։ Ինչ ասելա փակվել։ Աշակերտները պիտի գնեն խոշորացված համայնքի դպրոցում։ Բայց այդ համայնքի դպրոցը եթե կա կամ նոր պիտի կառուցվի, այդ համայնքի դպրոցը ունակ չի մյուս բնակավայրերից, ասենք գյուղերից, փակված դպրոցներից աշակերտների քանակը, որ գնան այդ դպրոցում սովորեն։ 1, երկրորդ։ Այսինքն ինչ չափանիշ է, եթե 100 աշակերտից պակաս է, 231 է, 2 դպրոց կռիվ են տվել, ցույց են տվել, որ 100-ից մի քիչ ավել է չեն փակել։ Ընդ որում 218 դպրոց այդ բնակավայրերում միակ դպրոցն են, այսինքն փակվում է։ Հիմա դպրոցում երիտասարդ ընտանիքների երեխաներ են, չէ՞ գնում։ Այսինքն
Հիմա ստիպում են, որ այս գյուղից, չգիտեմ միջև որ գյուղ, որը անունը խոշորացված համայնք է դրել։ Մեկ բառով է գյուղը փակել։ Ուրեմն ես հիմա բացում եմ, բացի դպրոցը փակելը, իհարկե, մանկապարտեզը փակել, բուժ հաստատությունը փակել, հիվանդանոցները փակել, դպրոցները փակել։ Հակառակորդը մեր սահմանամերձ բնակարանի ճնշող մեծամասնությունում բարձունքների վրա է նստած, որը ինչ է նշանակում։ Գյուղացին գյուղատնտեսական աշխատանքներ իր սեփականության իրավունքով կամ վարձակալության փողերում չի կարող աշխատանք տանել։ Այդ մարդը վստահաբար հասկանում է, որ Ադրբեջանի զինծառայողը կարող է ցանկացած բան կրակել իր կամ գյուղատնտեսական աշխատանք կատարող մեքենայի վրա։ Մարդը չի անում, սա ինչ է նշանակում, որ երբ որ դու զրկում ես մարդուն աշխատելու, ապրելու, գոյատևելու, շահույթ ստանալու հնարավորությունից, այդ մարդը տեղից դուրս է գալիս։ Այսինքն սա կազմակերպված արտագաղթ է պետական կառավարման համակարգը օգտագործելու, որպեսզի գյուղերը դատարկվեն։ Ես ընդհանրապես մեկ օրինակ բերեմ։ Ինքս անձամբ զբաղվել եմ այդ թեմայով ի պաշտոնը, երբ որ ծառայում եմ պաշտպանության նախարարությունում։ Ուրեմն 1948-ին երբ ստեղծվում է Իսրայել պետությունը, շրջափակված է ոչ բարեկամ երկրներով արաբական։ Եվ այն տարածքները, որը փաստացի իսրայելիներ, արաբները հավակնում են այդ տարածքները վերցնել։ Այսինքն ամբողջ պարագծով շփման գիծ էր հիմնականում։ Բացի, ասենք, հանած բանը միջերկական ծովի իր ելքերը։ Հիմա ինչ են անում հրյաները, կառավարությունը ինչ որոշում է կայացնում շատ հետաքրքիր որոշում։ Ուրեմն ամբողջ շփման գծով ստեղծել ռազմականացված բնակավայր, որի անունը կիբուցին էր։ Այդտեղ համայնք ստեղծել եւ պետությունը ամեն ինչ ներդնում։ Մասնագետներ, գումարներ, տրանսպորտային միջոցներ, զենք, պաշտպանական համակարգեր։ Այսինքն բնակչության ճնշող մեծամասնությունը գնում է սահմանամերձ բնակավայրեր։ Եվ ընդ որում ասեմ ձեզ հետաքրքիր բան կար, այդտեղ գնում են նաև գաղափարականացված հրեաները, որոնք տարբեր երկրներից եկել են։ Համայնքը անհատական սեփականություն չուներ։ Ինչ կար, միլիոն կար, 10 միլիոն անշարժ շարժական գույքով դա համայնքի սեփականությունն էր։ Ընտանիքի բոլոր անդամները ցանկացած այդ համայնքի ամեն ինչից օգտվում են։ Մեքենա, հող, բիզնես, փող, ամեն ինչ ունեին։ Ինչու էր անում, որպեսզի այդ գյուղերը ամրանային քանակը շատանար եւ հակառակորդի առաջին հարձակման ժամանակ մինչեւ բանակը մտներ ռազմական գործողությունների թաթերաբեմ, այդ գյուղերը դառնային պաշտպանական ամրոցներ։ Պարզ եմ ասում, հիմա նույն վիճակը Հայաստան-Ադրբեջանն է։ Մեր մոտ տրամագծույն հակառակն է, մեր գյուղերը դատարկում են, ինչու, որտեղ են 300,000 ադրբեջանցիների վերադարձը, որը միլիոնից ավել է լինելու, կամ Ալիևի ասած արմենիական Ադրբեջանը, դա առասպել չի եւ հեքիաթ չի։ Վաղը չեմիսօր է, երբ որ սա համաձայնություն է տալու վերընտրվելուց հետո, եթե այդպես ստացվի, որ ադրբեջանցիները գան իրենց այս տարածքներից դուրս եկած վայրերը, ես հիմա մի հետաքրքիր փաստել կբերեմ էլի։ Որ դիմադրություն չլինի, պատկացեք այդ գյուղերում մի 10-15 ծեր տատիկ պապիկ, երիտասարդները չկան, որտեղ դուրս են եկել, եւ ադրբեջանցիները գալու են ապրեն։ Չէ, ասեմ դուք այդպես բավականին լավատես եք, այդ ադրբեջանցիների, որ իրենք պլանավորում են, իրենք Երևան են բերելու։ Այդ հիմա դուք որ դուք չէ, որ դուք այդպես ասում եք։ Իհարկե, այստեղ Երևանի բնակիչները հանգիստ մտածում են, դե ոչինչ են սահմանային բան գյուղը։ Բա ուր են գնալու, է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերից հետո այդ փախած այդ հայերը ուր են գնալու։ Դա հայերի խնդրեմն ասնիկը, բավոնց։ Ինչ եք ասում։ Այո, Նիկոլ այդպես է մտածում, Արցախից դուրս եկած 120,000 հայ Ես 800,000-ի մասին եմ խոսում, 800,000 հայությունը, որ ապրում էր Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, ուր է գնալու։ Ինչի օրակարգ չի ձևավորում, որ պետք է քանի դեռ 800,000 1 միլիոն հայությունը չի վերադարձել, Բաքու, Ստեփանակերտ, ամենուր էին հայեր այնտեղ ապրում։ Բայց չէ՞ հարցը օրակարգ չի գալիս։ Վախենում է, հա, իր հոպարներից։ Ոնց ինքը ոնց կար այդ օրակարգ բերի, երբ որ ինքը այսօր կատարում է, ինքը 300,000 ասում է եւ սարսափի մեջ է պահում մեր ժողովրդին։ Ալիևի հետ միասին սարսափի մեջ են պահում, չէ՞։ Հեսա 300,000-ը գալու են, հեսա 300,000, չէ՞ ինքը պետք է իրան պատասխան պիտի տրվի, որ ուր է գնալու այդ 800,000 հայությունը ուր է գնալու։ Ասա։ Բաքվից եկա։ Այդ փոխհատուցումը ով է տալու։ Ոնց են գնացել այստեղից հայերը։ Այո, մենք ենք ձևավորելու։ Այդ
փոխհատուցումը ով է տալու, խելոք իր Էրդողանն ու Ալիևն են տալու, երբ որ ինքը ռադ կլինի կգնա, այդ ամեն այդ հարցերը բոլորը դրվելու ով է տալու։ Այստեղից ոնց են գնացել, այդ իրը ասած նախ 300,000-ի մասին խոսք չկա, այդ իրը 120,000 իրը։ Ադրբեջանցիները ոնց են գնացել Հայաստանից, առոք, այո, եւ իրենց ուղեկցել են բոլորին։ Դու գիտեք, որ տարբեր շրջաններում որ ապրել են, հիմա պահպանվում է, թե ինչ նորակալական նամակներ են գրել հետագայում ադրբեջանցիները, դե պարզ է, չէ, հասել են այնտեղ, տեսել են, որ իրանց հայրենակիցները ինչ դաժանություն, ինչ ցեղասպանություն են արել եւ ցեղասպանություն գործած Ալիևին այսօր ինքը մաքրում է եւ այսպիսի սրիկայություն բարձր ամբիոնում գնացել, բան հայերի դեմ Հայաստան ներկայացնող մարդը հայերի եկեղեցու դեմ Իդեպ այդ առումով երկու փաստ բերեմ, փաստ առաջին կա Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության անձինք, որոնք Հայաստանում ստացան դիվանագիտական անձեռնբխրության իրավունք իրավական ակտով հետախույզներ են, որի մասին եւ Ռուսաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարները ուժային կառույցները միշտ բարձրացան, այդ թվում նաեւ արտաքին գործերի նախարարը եւ Իրանի եւ Ռուսաստանի։ Դրանք ինչով են զբաղված։ Օրինակ գնում են, հետաքրքիր փաստ եմ ասում, բոլոր են բնակարը, որտեղ բնակավայրերում, որտեղ ադրբեջանցիներ են ապրել, կապ չունի, մեծամասնություն են եղել, թե փոքրամասնություն, հետաքրքրում են դրանց տները ուր են, այդ տները վերանորոգել են, թե չէ, այդտեղ հայ ապրում է, թե չէ։ Այստեղ թե այնտեղ։ Այստեղ։ Հա։ Այսինքն իրենք ինչ են ուսումնասիրում Որովհետև մենք օրակարգ չենք ձևավորում, խելոք պիտի գնաք այդ 800,000-ի տները նա հասկանաք ինչ է եղել։ Տարուց ավել, իրենք զբաղված են այդ գործով։ Հիմա բերում եմ երկրորդ փաստը։ Օրերս անցած շաբաթ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի ունենում հավաք ինստիտուտի նորանշանակ տնօրենի եւ ինստիտուտի աշխատողների, այդ թվում նաեւ գիտնականների Սույն անձը, ուրեմն ինչ առաջարկում, ասում է քարտեզներ եւ տեղեկագրեր պետք ստեղծել Հայաստանի բոլոր այն բնակավայրերի վերաբերյալ, որը ադրբեջանցիներ են ապրել, ունեն ադրբեջանական անվանումներ, ինչքան են ապրել եւ այլն։ Գիտնականները ընդվզում են, ասում են ոնց է, կադաստրի պետական կոմիտեն է, պետական պատվեր, ձեզ էլ կողքից լրացիչ գումար կլինի։ Պատրաստ եք։ Այսինքն դուք պատկերացնում եք պետական մակարդակով հիմա Հայաստանի բնակավայրերի քարտեզ, հին անվանումներ, ինչքան բնակիչներ, որտեղ են ապրել, այս բոլոր ինչի համար է։ Վաղ չեմիսօրը Ադրբեջանը, այն որ ասում է 300,000 թե 1 միլիոն։ Երևանի օրինակ, այս խիտ բնակեցված վայրերում, օրինակ, ինչ որ տեղեր ապրել են Երևանում, հիմա այդտեղ բարձրակ շենքեր է։ Քանդել են, սարքել են։ Գալու են ասեն շենքի կեսը մերն է, այս մեր հողն է, մենք էլ ապրել ենք, այն որ դուք ասում եք Երևան։ Ես ոչ միայն, ես համակարծիք եմ իհարկե, այստեղ միայն Երևանի խնդիրը չի։ Բա այդ որ ասում են Սևանը Գյոչանա իրանց, Վարդենիսը Բասար Գեչարնա։ Ասում են, որովհետև աթորին վերընկած է դեռ այդ ազգակործանը, դրա համար են ասում։ Իսկ երբ որ իրան վռնդեն եւ հիմա ձևակերպվի այդ օրակարգը, որ պիտի 800,000 հայությունը վերադառնա, Արցախահայությունը վերադառնա, այլ այդպիսի բան խոսակցություն չի լինի։ Եվ նաև ահռելի միլիարդների փոխհատուցում պիտի ստանա հայությունը, որտեղ այնտեղ տեղանացել ցեղասպանություն եւ դա հաստատված, ընդունված բան է։ Այս թեման ես ինչու հիշեցի կներեք։ Հիշեցի խնձոր կրծելու վերաբերյալ։ Երբ որ ասում եք ինչու է օրակարգ բերում, որտեղ մարդիկ առատությունիկուն սրա վարքի կամ իր կուսակիցների Ալ-մակարդակ եւ այլանդակ վարքի մասն են, չէ, վարքը չէ էլի, հակառակ բառը ասեմ։ Չէ, ես կարծում եմ այս կարգի օրակարգերը, երբ որ մեր քաղաքական ընդդիմադիր դաշտի, փորձագիտական շրջանակների լրատվամիջոցները թիվ 1 թեմա պիտի դառնա, բայց ցավոք սրտի թիվ 1 թեման չի, որտեղ օրակարգը իրենք են թելադրում, տեղեկատվական օրակարգ հիմարություններով։ Վաղը եթե պետք լինի մեկի ինտիմ կյանքից ինչ որ նկարներ կդնեն, կռիվ կլինի, մեկի թմրամիջոց օգտագործելու փաստերի մասին, այսինքն ժողովրդին զբաղեցնում են բամբասանքով, զազրախոսությամբ, երբ որ մեր դիմաց մեր ճշտամին կոնկրետ առարկական խնդիր է լուծում սրանց ձեռքով։ Այս դրա համար են։ Այսինքն մարդուն վտանգի իրական զգացողությունից կտրում են պատրանքներով, այդ պատրանքները իրաց կենցաղն է։ Մենք ամենը զբաղված ենք, չգիտեմ, լավաշ ուտելով, չգիտեմ։ Ես այդ եմ ասում։ Այսինքն մարդիկ վտանգի զգացողությունը, օրինակ մենք հիմա որ բարձրաձայնում ենք, մենք վտանգն ենք ցույց տալիս, եւ ինչ որ լուծումներ ենք, չէ՞ առաջարկում։ Բայց այս թեման, որը խիստ կարեւոր է,
մեր զանգվածային լրատվամիջոցներով, փորձագիտական շրջանակների Իմիջիալոց քարտեզով են նաև, այսպես մի հատ երկաթի կտոր, ամեն անգամ ինքը երբ որ ինչ-որ մի հատ երկաթի կտոր է ձեռքը վերցնում, այդ նշանակում է, որ ինչ-որ մի հատ մեծ հատված հանձնելու է, հիմա վերջին կտորն է մնացել, էլի Հայաստանը հանձնելու, իմիջիալոց այդ խափում է, ուզում ասի իբր ես սա տերն եմ, բայց դրանից արդեն ինքը բավականին տվել է, էլի սուտ է խոսում։